Մերջավախկը հայտնի է իր անգրգնելի բնությամբ, գեղատեսիլ լեռնաշխարհով եւ բյուրեղյա լաջերով, որոնք տարվա բոլոր եղանակներին հիացնում են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ։ Այդ բնության իսկական մարգարիտներից մեկն է Նինոց Մինդայի կլոր լիճը։ Թեև վերջին շրջանում լճի ջրի մակարդակը որոշ չափով նվազել է, այն շարունակում է պահպանել իր հմայքն ու խաղաղ մթնոլորտը, մնալով բնության սիրահարների ամենասիրելի վայրերից մեկը։ Եթե մակարդակը այդ կլոր լճի պաշտպանվի, ինչ որ համ թռչունները բան կեղնին, էլի բնակադրինը, համ այդ թեզը բուշերը բան կեղնին, որ ինչ որ բազա ստեղծվի, նորմալ բազա, թե ձագի համար, թե թռչուններու համար, բայց որ եմ եսենք մենա ջուրա պարդադիր, էլի մակարդակին բան կեղնի, պակսեգը, ախր ունի ինքը ինչ որ տեղ, որ չի մենա, էլի, կեշտա, իդոր համար, չիժեմ ինչ ասեմ, մեր ադմինիստրացիան բաներնի, ասենք այդ մոմենտին հետաքրքրվի, էլի, չթողնի որ ջուրը նորից, ասենք մինչև աշունք վապշե նորից պակսե ու սաղ ինչ որ գարունը նախատեսած է ինչ որ բաներ ներած է, այդ գործը հաշվեկը նիշտ բան չի եղնի, էլի ինչ եղազատ։ Չիդեմ շտը, նախ դերության պհլը էլի ոչ ինչ է դերությունը, բայց հետեն որական պակսեգը, բացասակ պակսեգը։ Թռչունները հար, մեր զույգում սպիտակ ցապլաներ են կա, մեր սերի ցապլամ կա, այդոնք ասենք կեղնիր էլի մոմիտակ գերևային ու հետո թռնեին, ինչ որ չէին բնակադրի, բայց քանի վաղ թե կեշտամ հետաքրքրվում կը հիմնական այդ սպիտակ ցապլաները հիմնական նաղդի հələ հոս են։ Ուրեմն ինչ որ պայմանը իրանց թուրքու դա էլի։ Եթե ասենք լիճը պաշտպանվի, նորմալ վիճակի բան եղնի, թռչուններն է բան կեղնին, բնակադրին էլի, հիմնական աստեն իրանց, ինչ հսաստունը կեղնի այդ լիճը։ Կլոր լիճը հարուստ է իր կենդանական եւ բուսական աշխարհով։ Այստեղ կարելի է հանդիպել տարբեր տեսակի ձկների, ջրային թռչունների, իսկ ջրի մակերեսին ծաղկող ջրաշուշանները լճին հաղորդում են առանձնահատուկ գեղեցկություն։ Բնակիչների համոզմամբ, եթե լիճը պահպանվի մաքուր խնամքով վերաբերվեն շրջակա միջավայրին եւ պաշտպանեն նրա բնական հարստությունը, ապա այն դեռ երկար տարիներ կշարունակի մնալ Ջավախքի ամենագեղեցիկ եւ ամենագրավիչ բնության անկյուններից մեկը։ Լաջին մեջ նաղդի կա կարասը, էլի։ Կենա ինչ որ ուրուշ այդ գարունոր ջուրը բացվել է կանալեն ջուրնոր կուկար այդ գեդեն էլի։ Կենա այդ ջրի հետ ուրուշ ինչ որ շորտի ձագներ կան, բայց քանի որ ջուրը կայնած վիճակի է, ասենք այդ գալատ ձագները էլի հոսող ջուր կսիրեն, բայց կարասը ասենք կենա այստեղ ապրի։ Պրոստո կերին բազան է կարևոր, ասենք կերի բազայով եղավ, կարաս այստեղ բնակադրի կապրիգը։ Մենակ ասենք ձմռվա մոմենտներուն, երբ որ ջուրը պակս է քաչանագը, ձմռվա մոմենտներուն ասենք բանություն սիրող հարկող մարդիկը կայնան կա ինչ որ պուզը բանեն որ օդ բանի ջարի մեջ, որ այդ մնացած ձագները նորից մենան էլի կենտանի գարուն նորից ինչ որ հետաքրքրություն ունի ձագնորություն կա, որ սա ժամանակ անցկացնեն։ Այս տարի մեր շաբաթը առաջ երկու հոգու տեսա, կայնած էին, շտը մոդեցա հետաքրքրության համար, մեր փոքր կարասիկը մեկին կեպել էր։ Բայց եղել է ժամանակ, որ այստեղ մինչև կիլոնոց կարաս է եղել, մինչև կիլոնոց։ Ջարի պակսելու համար, ջարի հենց մակարդակի պակսելու համար չի էլի, չի կնա զուգը աճի կա։ Բայց որ ասենք պաշտպանվի լիճը, նորմալ բանի տակ, մակարդակի, արդեն ինչ ասած կերի բազան է կարաչանա, որտեղ ասենք բույս կեղնի, բույսի միջոցով պլանկտոնը կաճի մյուս բաները էլի ջարի փոքր կենտանները, որ նոր ձագի համար կեր է։ Շատ լավ է, լավ բաներ մտածեն են, էդիկ մեր շրջանին ավելի օգուտ է ու լավ է։ Նորաշենի երեխաներն արդեն շատ մասը
առավոտները վաղ վազենք օզերին բոլորը։ Շատ լավ է, լավ բաների շատ սիրենք, բայց այն նախ անցյալ տարիների նման սարքեն, պարս պապատեն, ծառներով ամենչով զարդարեն, էդի ավելի լավ գալի մեր ժողովրդի համար։ Ինչ ասենք, ինչ որ մաքրություն կա մերն է։